Բարի երեկո նվեր, տեղեկացնեմ վերջին նորությունները։ Բառացիորեն այս րոպեներին Կիրիևսկայա հիվանդանոցում կառավարության պատվիրակության անդամների պահանջով ընթանում է կոնսիլիում։ Բժիշկները ուղիղ տեսակապի միջոցով Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցի մասնագետների հետ քննարկում են ամենածանր հիվանդին Ապրես Ասիրյանին ուղղաթիռով Մոսկվա տեղափոխելու հարցը։ Ամբողջ օրվա ընթացքում Գագիկ Բեգլարյանը, Արմեն Մուրադյանը, կառավարության պատվիրակության այլ անդամներ համակարգել են ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցերը։ Առաջարկում եմ մանրամասներին տեղեկանալ մեր պատրաստած ռեպորտաժի միջոցով։ Հայաստանի կառավարության պատվիրակությունը տուլա հասավ գիշերը, իսկ արդեն առավոտյան մարզպետարանի շենքում ռուս գործընկերների հետ սկսեցին խորհրդակցությունը ավտոբուսի վթարից տուժածներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ցավակցություն հայտնելով նշեց, որ սա բոլորիս դժբախտությունն է։ Այս արտակարգ պատահարի մասին նախօրեին զեկուցել եմ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությանը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն թե պատահարի հետևանքների վերացման եւ թե տուժածներին օգնելու եւ թե զոհվածների մարմինների տեղափոխման վերաբերյալ։ Անցնելով բուն հարցերի քննարկմանը նախարձանագրվեց, որ դեպքից անմիջապես հետո ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցաբերվել է շտաբ բուժօգնություն, 40 տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, բացվել է թեժգիծ։ Շտաբի պետը զեկուցեց, որ ավտոբուսում գտնվողներից 5-ը Ռուսաստանի, 58-ը Հայաստանի քաղաքացիներ են։ Վթարի հետևանքով 5 մարդ մահացել է տեղում, 1-ը հիվանդանոցի ճանապարհին, 2-ը հոսպիտալացվելուց հետո։ Հարուցված քրեական գործի մասին մանրամասներ չհաղորդեցին, քանի դեռ նախաքննություն է ընթանում։ Հանրապետության նախագահի կողմից կոնկրետ հանձնարարություն ունենք, որպեսզի այդ ուղղությամբ մասնագետներն աշխատեն մինչև վերջ եւ մենք հասկանանք իրական վթարի պատճառները։ Կարող է լինել տեխնիկական եւ կարող է լինել մարդկային գործոնը։ Խորհրդակցությունից անմիջապես հետո միջկառավարական հանձնաժողովը շարժվեց դեպի հիվանդանոցներ, որտեղ տեղավորված են տուժածները։ Աշխատում էի, ես ու մայրս ենք եղել, հետ ենք վերադառնում, հայրս մնացել էր Մոսկվայում։ Իսկ ձեր մայրը ո՞նց է։ Վիճակը ասում են կայուն է, բայց վերակենդանացման բաժնում է։ Вся необходимая помощь со стороны Ռուսաստանի արտակարգ իրավիճակների, տրանսպորտի եւ առողջապահության նախարարությունները մեզ ցուցաբերել եւ ցուցաբերում են պետք եղած օգնությունը։ Բոլոր անհրաժեշտ կոնսուլտացիաները մենք ստանում ենք։ Ուզլովսկայայի հիվանդանոցում պարկածներից 2-ի վիճակը ծանր է, մյուսներն առաջիկայում դուրս կգրվեն։ Պետք է ասեմ, որ շատ օպերատիվ համակարգված եւ հետեւողական է եղել կազմակերպված իրենց բժշկական օգնությունը, նաեւ օժտված շատ խիստ արտահայտված մարդկային գործոնով, գթասրտությամբ կապը պահպանվել է առաջատար կլինիկաների հետ Մոսկվայի, 3 առաջատար կլինիկաներ նախարարի ուղիղ անմիջական հսկողությամբ իրականացրել են մշտական հսկողությունը այս հիվանդանոցներում իրականացվող բուժօգնությանը, բոլոր անհրաժեշտ պարագաներով, սարքերով, դեղորայքով հագեցած են այդ հիվանդանոցները։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բժշկական կոնսիլիում անցկացրեց, հստակեցնելով տեղափոխման ենթակա հիվանդների ցանկը։ Ուզլովսկայայի հիվանդանոցն է, վթարից տուժածներից այստեղ 14 հոգի է այս պահին բժշկական օգնություն ստանում։ Հայաստանի կառավարական պատվիրակությունը ռուս գործընկերների հետ վթարից տուժածներին այցելելուց հետո արձանագրեցին, որ այստեղ բարձր կարգի բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Հիմա նրանք այստեղից շարժվում են դեպի մյուս հիվանդանոցներ։ Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնեց, որ ռուս գործընկերների աջակցությամբ տուժածներին եւ նրանց խնամող հարազատներին Երևան տեղափոխող հատուկ չվերթ կիրականացվի։ Մենք ամենակարևոր հարցերից մեկը մեր համար մեր 8 մահացածներին կարողանանք կազմակերպել ճիշտ ժամանակին հասցնենք, որպեսզի մեզ հետ միասին տեղափոխենք Հայաստան։ Եվ ամենակարևորը, որ այսօր պարոն Մուրադյանը աշխատում է իր բժիշկ գործընկերների հետ, որ մենք կարողանանք ճիշտ գնահատական տանք, որ հիվանդներին տեղափոխենք մեզ հետ Հայաստան եւ որ հիվանդները մնան Ռուսաստանում շարունակեն իրենց բուժումը։ Ովքեր կշարունակեն բուժումը Ռուսաստանում, նրանք նույնպես հանրապետության նախագահի հանձնարարությամբ կառավարության ուշադրության ներքո կլինեն։ Նրանց Հայաստան տեղափոխման մասին նույնպես հոգ կտարվի։ Նվեր, իսկ վաղվա առնչությամբ տեղեկացնեմ, որ Մոսկվայի ժամանակով ժամը 12-ին Տուլայի մարզպետարանի մոտից, դա բառացիորեն այստեղից մի քանի 100 մետր այն կողմի վրա է, ավտոբուսները, հատուկ մեքենաները տուժածներին, վիրավորներին, ինչպես նաև վնասված չստացածներին, նրանց այցելության եկած հարազատներին, ինչպես նաև զոհերի մարմինները կտեղափոխեն օդանավակայան, իսկ այնտեղից նաև Երևան։ Նվեր։